Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լոս Անջելեսի մեջ նշվեցավ Մուսալերան հերոսամարտի 110-ամյակը։ ԱՄՆ պետքարտուղարութենէ նպատասխանը ստացավ, որ կվերապերի Արցախի հայերու վերադարձի իրավունքին։ Ֆրենկ Պալոնե։ Ինչպես եղավ այդ հիշողության եւ իմաստավորման հանդիպում։ Արցախի ողբերգության ցուցադրություն Երևանի մեջ։ Լեհաստանի մեջ տեղի ունեցած ցուցադրության ընթացքին ներկայացվեցան վկայություններ մարդասիրական գործունեության մասին։ Բացվեցավ Ինջիջյանի հայկական եկեղեցիներու մանրակերտներ ցուցահանդեսը։ Արդաշես Քարդաշյան, Փարիզի Նուբարյան Մադենաթարանի դնորեն։ Գաշխատինք ապահովել, որ լեզուները համագեցություն ունենան եւ հարստացնեն իրար։ Լոս Անջելեսի մեջ սեպտեմբեր 20-ին մեծ հանդիսությամբ նշվեցավ Մուսալերան հերոսամարտի 110-ամյակը։ Մուսալեր միության գազմագերբած Սերնարգը Պասադենայի մեջ վերագենտանացուց մուսալերցիներու անսասան ոգին։ Բանախոս դոկտոր Վահրամ Շամասյան ներկայացուց հերոսամարտի պատմությունը եւ մուսալերցիներու հետագա ճակատագիրը, իսկ Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Գեղամ arczepiskopos Խաչարյան հրավիրեց այդ ոգին բահել սերունդներուն մեջ։ Դոնախմբությունը ուղեկցվեցավ հերիսայով, երկու բարով, համախմբելով ավելի քան 300 մասնակիցներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու կոնգրեսի ներկայացուցիչներու բալադի անդամ Ֆրենկ Պալոնե հայտնած է, որ պետքարտուղարութենեն պատասխանը ստացած է, որ ըստ իր խոսին կայլ մնե ճիշտ ուղղությամբ։ Ան կվերապերի Արցախի հայերու վերադարձի իրավունքին, հայ ռազմակերիներու ապահով վերադարձին Ադրբեջանեն, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության բաբանման հարցին Ադրբեջանի մեջ։ Ես առաջնորդեցի իմ գործընկերները պահանջելով, որ Ամերիկան դիրքորոշում հայտնի Արցախի հայերու օգտին։ Այժմ կհրավիրեմ Թրամփի վարչակազմը հետևողական լալ։ 2025 թվականի սեպտեմբեր 26-ին Եվրասիա-Հայաստան հասարակական գազամագերբության նախաձեռնությամբ, ինչպես այդ եղավ ծրագրի ձիրին մեջ կայացավ հանդիպումը, նվիրված 2020 թվականի սեպտեմբեր 27-ի պատերազմին։ Այս թվականը դարձավ շրջադարձային, լայնածավալ հագամարտությամբ, մարդկային գորուսներով եւ խոր վերքերով։ Մասնակիցները Վերա Կերասիմովնա Խաչատուրյանի առաջնորդությամբ բաժնեցին իրենց հիշողություններն ու ապրումները, քննարկվեցան բռնի դեղահանվածներու ճակատագրերը եւ խաղաղության իմաստը։ Հանդիպումը վերածվեցավ անգեղծ երկխոսության եւ համերաշխության տարածքի։ Անիկա եղավ ոչ միայն հիշողության, այլ նաեւ միասնական ըմբռնումի արարք։ Եվրասիա-Հայաստան հասարակական գազամագերբությունը շնորհակալություն հայտնեց մասնակիցներուն եւ հայտարարեց, թե կշարունակե մարդասիրական իր ծրագիրները ուղղված արժեքներու պահպանման, միջէթնիկ հաղորդակցության, գրթության, բժշկության եւ երիտասարդության։ Սեպտեմբեր 26-ին 28-ը կայացավ զվիցերիահայ ռեժիսոր Վարսի Բուխմանի They Say We Have to Live վավերագրական ցուցադրության միջազգային առաջին ցուցադրությունը։ Ցուցադրությունը կներկայացնի 2023 թվականի Արցախի բռնի դեղահանման եւ էթնիկ զտման ողբերգական իրադարձությունները։ Սեպտեմբեր 27-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքին մեջ հայկական մշակույթի 4-րդ փառատոնին ձիրին մեջ տեղի ունեցավ վգաներ փաստագրելով հանցագործությունը հայերու ցեղասպանության ականատես վավերագրողները խորագրով ցուցադրության բացումը։ Միջոցառումը նվիրված էր հայերու ցեղասպանության 110-րդ տարելիցին եւ Լեհաստանի Հանրապետության Սեյմի որոշման 20-ամյակին, որով դադարեցված է հայերու ցեղասպանությունը։ Ցուցադրությունը պատրաստված է Ցեղասպանության ինստիտուտ Տանկարանի համագործակցությամբ հայերու ցեղասպանության 110-ամյակի ծրագիրներու ձիրին մեջ։ Ան կներկայացնե բժիշկներու, դիվանագետներու եւ զինվորական գործիչներու վկայություններու լայն հավաքածո, որ փաստագրած է հայերու ցեղասպանությունը։ Նույն ժամանակ կլուսաբանվին նաև այն մարդասիրական գործողությունները, որոնք իրականացված են այս սարսափելի ոճերին ընթացքին։ Ցուցադրության բացումեն յետ տեղի ունեցավ ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված Լեհաստանի հայ փոքրամասնության պատմական հիշողությունը խորագրով գիտաժողովը։ Մխիթարյան վարժարանի 200-ամյակին առիթով հայ կաթողիկե Սուրբ Աստվածածին աթորանիստ եկեղեցու մեջ բացվեցավ Դիրան Ինջիջյանի հայկական եկեղեցիներու մանրակերտեր ցուցահանդեսը։ Բացման հանդիսությունը ընդգրկեց տպավորիչ մանրակերտներու ցուցադրություն, ուր ներկայացված էին Էջմիածնի, Զվարթնոցի, Ախտամարի եւ այլ հայկական եկեղեցիներու մանրակերտները։ Պատրիարք հայրը շնորհավորեց գազամագերբիչները, նշելով, որ նման նախաձեռնություններ կնպաստեն մեր ժողովրդի միասնության եւ հայկական հոգեվոր մշակութային կյանքի ամրապնդման։ Միջոցառումը ավարտեցավ հյուրասիրությամբ եւ չեր մթնոլորտով, ուր այցելուները առիթ ունեցան վայելելու Ինջիջյանի ստեղծագործությունները եւ նորովի ծանոթանալու հայկական եկեղեցական արվեստին։ Արդաշես Քարդաշյան, հայու հաստատակամության եւ հայրենասիրության վառ օրինակ։ Արդաշես Քարդաշյան ծնած է 1906-ին Գեսարիո մեջ։ Հայերու ցեղասպանության տարիներուն ընտանիքով քաղտեց Եգիպտոս, ուր ավարտեց Քալոստյան վարժարանը եւ ուսումնասիրեց մեքենագիտություն։
Հագարակ իր մասնակիտության անողջ կյանքին ուղեգից ընտրեց պատմաբանության եւ քրեատարվարության հանդեպ ունեցած սերը։ Քարդաշյան հեղինակեց բազմաթիվ պատմագիտական ուսումնասիրություններ նվիրված Եգիպտոսի, Սուդանի, Եթովպիո, Սուրիո, Լիբանանի եւ Հունաստանի հայ համայնքներուն։ Իր աշխատությունները փրկեցին սփյուռքահայության պատմությունը մոռացութենե եւ ապահովեցին անոր փոխանցումը սերունդներուն։ Իր բազմահատոր նյութեր Եգիպտոսի հայոց պատմության համար գիրքին մեջ մանրամասն նկարագրեց արդեն գոյություն չունեցող եկեղեցիներ, դպրոցներ եւ մանկավարժներ։ 1970-ին մինչև մահը Քարդաշյան դնորինեց Փարիզին ու Բարյան մատենադարանը։ Ան եղավ ինքնուս գիտնականի եզակի օրինակը, որ անչնչելի հետ ցկեց հայ պատմագրության եւ մշակութային ժառանգության պահպանության գործին մեջ։ Դիկրանագերդի քաղաքապետարանը իր լեզվի դասընթացներուն ավելցուցած է հայերեն ու ասորերենը քրդական բարբառներուն կողքին։ Դասընթացները նախադեсված են մեծահասակներու համար եւ իդի սկսին հոկտեմբերին։ Մշակութային վարչության պետ Զեյնեբ Յաշը ընդգծեց, որ նպատակն է պահպանել բազմալեզու մշակույթը եւ կենթանի պահել հայերու եւ ասորիներու ժառանգությունը։ Հայերենի դասընթացի մասնակից Ֆրատ Մերչան նշած է, թե գուզե սորվիլ իր նախնիներու լեզուն։ Հարկելի հայրենագիցներ, այսօրվան համար այսքան էինք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։